Բարևձեզ։ Ոստիկանության ուշի բաժնի պետ, Պոստական փոխգծապետ Սահակյան։ Խնդրում եմ ձեր ղեկավարի հետ ուզում։ Մի քիչ ուշ։ Մենք ղեկավարը մարդ ենք։ Մի քիչ ուշ կգնանք։ Ուրեմն ասեմ ձեզ։ Ձեր գալու նպատակը քաղաք Պանիխիդային մասնակցելն է։ Ճիշտ է։ Կան տեղեկություններ, որ ուզում եք կազմակերպել ավտոերթ։ Ավտոերթը արտոնագրված չի։ Ոստիկանության անունից զգուշացնում եմ ավտոերթ կազմակերպել մասնակցել Պանիխիդային։ Հակառակ դեպքում կարգելվի ավտոերթը։ Եղավ շնորհակալություն, շնորհաբար։ Ես պարտավոր եմ ձեզ զգուշացնել, որ ավտոերթը արտոնագրված չի։ Խնդրեմ մասնակցեք Պանիխիդային։ Մենք ոնց որոշել ենք գնում ենք մասնակցենք ավտոերթ։ Դա է իրավունքն է, ես պարտավոր եմ զգուշացնել։ Դե ծառայություն արեք մեկ-մեկ։ Բարի։ Միացել են նաև Երևանից, որ կամ հասկացա։ Երևանից եկել են մեքենաներով, իրենք նույնպես միացել են, մեր ընդհանուր երթուղին ռուսական զորամասով գնում ենք ռուսական հպատոսարան, գնում ենք մարզպետարան, գնում ենք դատախազություն եւ այնուհետեւ գնում ենք Սուրբ Խաչ եկեղեցի մասնակցելու հոգի հանգստին։ Մեր երթի վերջնակետը հոգի հանգստի մասնակցությունն է եւ մեր պահանջը, մեր խոսքը, մեր կարծիքը հայտնում մեր երթի միջոցով։ Շատ հասարակ է, ժողովուրդ։ Պահանջը շատ հասարակ է։ Ո՞վ է տվել։ Այդ կադեմ պիտի անցնի Հայաստանի դատախազության տակ։ Հայաստանում պիտի հետաքննվի, հայերը պիտի հետաքննեն։ Ու պիտի դատվի Հայաստանում, ու պիտի նստի Հայաստանի պահանջում առանց արտահանձնելու իրավունքի։ Եթե իհարկե այդ կադեն է մեղավորը, բայց ամենից առաջ գործը պիտի հանձնվի Հայաստանի դատախազությանը։ Ուրիշ որևէ մեկը չի կրնայեղնի գլխավոր, քան Հայաստանի դատախազությունը։ Եկել է Շայգուի տեղակալը, թող կա օգնե։ Գործը իրանք չպետք նայեն, մեր պահանջը իմ հասկանալով է։ Մեր հայն է սպառել։ Եթե դուք ուրիշ բան գիտեք, ավտոբուսի շոֆերին չի տարան է Ռուսաստան դադի։ Թող վերեին Հայաստան։ Ուրեմն բնականոն ընթացքը ձեր թողտվությամբ խախտվել է 3 օր առաջ։ Արոն Վարսելյան։ Մենք եկել ենք վերսելիկս ենք, արեք կռիվ մի սարքեք։ Ուրեմն միացեք մեզ հետ բողոքում եք, մենք շարունակում ենք մեր երթը։ Ինչ ուզում ստեղ ասում ենք։ Այդքան բան։ Ասեցիք վերջացրեցիք։ Չէ, մի որոշեք մեր ասելիքը։ Դուք ասեցիք ասեցիք։ Մեր ասելիքը մի որոշեք։ Մենք ենք որոշում։ Խորհուրդ ենք տալիս, միանալ մեզ չեք կարող, աչք քաշեք կանգնեք։ Մինչև Շայգուն թույլ կտա խոսա, թույլ չտա չեք խոսա։ Կներեք։ Չենք ուզում մենք ցես հետ վիճել, այդքան բան։ Վարսելյան։ Ուրեմն հիմա այս լարվածությունը եկեք միասին։ Լարվածությունը գնացեք Շայգուի, Սերժ Սարգսյանին, Վովա Կասպարյանին, ելով կա Կոստանյանին, ելով կա այնտեղ Պուտին կա, բան կա։ Մի խոսքով գնացեք այդ լարվածությունը իրանց հետ հարթար։ Ժողովուրդ, համբերատար Ճանապարհը բացենք մեքենաները։ Ճանապարհը կարող են բացել միայն փակողները։ Փոխվել է, հա, բակարգը փոխվել է։ Հետո մենք ենք որոշում ստեղ ամեն ինչ։ Ուրեմն դատախազության հայտարարությունը 16:32, 5 րոպե առաջ իրեք։ Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում կատարված սպանության եւ մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի արդիվ հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է։ ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովումը, ինչպես նաև հնարավոր բոլոր վարկածների ստուգման ուղղված անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու նաև առերևույթ հանցանքը կատարելուց հետո Ռուսաստանի Դաշնության զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաև բռնվելու հանգամանքները։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ձեռնարկվում են քննչական եւ օպերատիվ որոնողական միջոցառումներ դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու եւ հարցաքննելու ուղղությամբ։ Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն,
որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմապազայի թիվ Էսինչ զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի 15 թվականի հունվարի 14-ին որոշում է կայացվել վերջինիս քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նախաքննությունը շարունակվում է, հայտարարության վերջը։ Դարձերի պատասխանը դիպտի չեղնե։ Ժողովուրդ, հերապեմ ժողովուրդ ջան։ Մեր պահանջի կատարումը այդ հայտարարության մեջ ես չտեսա։ Եթե որևէ մեկը այդ հայտարարությունից հասկացա, որ այդ գադին հանձնել են Հայաստանի դատախազությանը կամ ոստիկանությանը ուշադրություն, Գյումրի դատախազությունն են մեկը քննչական կոմիտեինն էր։ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին ՀՀ 6 քաղաքացիների սպանության մարտահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու։ Եթե բոլորդ կարդացել եք, չկարդամ, տղեկ։ Ուրեմն երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու արդիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է դատախազության կայքը։ Դատախազությունը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված դիազորությունների շրջանակներում շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ։ Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունը ես չեմ կարդացել, ժողովուրդ։ ՀՀ օրենսդրությունը եւ միջազգային պայմանագրերին համապատասխան միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովելու ուղղությամբ։ Հանգիստ կրնանք քորանք ամոթ, տղեկ։ Ռազմական դիվիզիայի դիմաց մեր բողոքը շարունակվում է։ Կրակային բայց սրանք։ Դուք չան ինչ գիտեք։ Սիկ վերջին գիծն էր, մեր ուզած վերջին գիծն է։ Սրանից են կողմ անցնողը դավաճան է, տղեկ, կկրակեն։ Մի մտեք հեշմեգի սարունքի տակ մի քծեք։ Իրանք պատրաստ դրանք սպասեն։ Այս գծից անցնել չկա։ Մեր պահանջը հասարակ է։ Մեկը պետք է դուրս գան տեղից, հրամանատար է, տեղակալ է։ Պետք է դուրս գա բացատրություն տա մեզի։ Դատախազը ժողովուրդ, մեզի առաջարկություններ է։ Մեր առաջարկը ընդուվել է։ Քննարկվում էր ստեղնոր ու առաջարկվել է դատախազ ուղիղ եթերով կոչկեն է Հայաստանի դատախազին, որ Գյումրին հավաքվել է, ժողովուրդը հավաքվել է ու պահանջեգը այդ տղուն դան մեր իրավապահ։ Ուրեմն բանկոստայում ծիծի վայրը հավաքվել ասում որպես այդ հավաքվելու դատախազում առիթ ասում են գլխավոր դատախազին խնդրում ենք հեռախոսով կապնվեք, թե մենք երբ կոնկրետ կիմանանք, որ հանձնվելու է մեզ կամ վերջնական քննարկումները տեղ են ունենալու այսօր երեկոյան այս պահին խորհրդակցություն է գնում եւ վաղը առավոտյան են շարունակվում հետո հանդես կգա որոշակի հայտարարությամբ եւ հստակ ձեր համար պարզ կլինի թե ինչա կատարվելու նշված քրեական գործում։ Դրանից հետո նոր եկեք քննարկենք մեր գործողությունների կամ ձեր գործողությունների հետագա